Բարև ձեզ։ Փորձենք միասին լուծել Python-ին առնչվող մի քանի խնդիրներ, որոնք իրենցից ենթադրում են print հրամանի իմացություն։ Առաջին խնդիրն ասում է հետևյալը. գրել ծրագիր, որ էկրանին կարտացի Hi, I'm starting to learn Python հաղորդագրությունը։ Python-ը ինչ-որ բան արտացելու համար օգտագործում ենք print ֆունկցիան, print գլորփ հագծել։ Գլորփ հագծի մեջ տալիս ենք իրեն արգումենտներ, որոնք որ ուզում ենք արտացել։ Տվյալ դեպքում մենք ուզում ենք արտացել հետևյալ հաղորդագրությունը։ Այս հաղորդագրությունը եկեք copy անեմ։ Հաղորդագրություն արտացելու համար այն պետք է գրել կամ միատանոց կամ երկուատանոց չակերտների մեջ։ Ես կնախընտրեմ այս բանը դնել երկուատանոց չակերտների մեջ, այսպես։ Եվ առաջին խնդիրը արդեն կարելի ասել լուծված է։ Հիմա աշխատացնենք մեր ծրագիրը, այստեղ տերմինալ դաշտում ուրեմն գրում ենք Python եւ գրում ենք մեր ֆայլի անունը temp.py։ Վերջ, ծրագիրն աշխատեց։ Hi, I'm starting to learn Python։ Հաղորդագրությունը էկրանին արտացվեց։ Սա առաջին խնդրի մասով, հիմա եկեք այս հաղորդագրությունը ես կոմենտ անեմ եւ ասենք երկրորդ խնդրին։ Երկրորդ խնդիրն ասում է էկրանին արտացիր հետեւյալ հաղորդագրություն, ասում է արտացիր 1-ից 12 թվերը, որից հետո արտացիր r powered of 2։ Նորից հաղորդագրություն ենք ըստ էության արտացելու, դրա համար կարող ենք գրել print հրամանը, print միատանոց չակերտների մեջ կգրենք ուրեմն այս թվերը, որոնք որ ուզում ենք տպենք 1 2 4 8 12 32։ Սրանք ուրեմն կարող ենք նույնիսկ space-ներով դնենք, այսպես 1 2 4 8 16 եւ 32 ու կարանք իրանք կցած միանգամից այսպես բացադրենք եւ տպենք r power of 2 այս հաղորդագրությունը այսպես տարբերակներից մեկը հենց սա է, որը բավականին հեշտ մոտեցում է։ Երկրորդ մոտեցումը կարող լինի հետեւյալ թվերն առանձին տպենք 1 2 ստորակետներով անջատված, հետո r power 2։ Ես ամեն դեպքում նախընտրում եմ այս տարբերակը մի տեքստի մեջ բոլորը պահպանեմ։ Ըստ էության սա նմանվեց հենց առաջին խնդրին։ Եկեք սա էլ աշխատացնեմ։ Տեսեք տպեց այն հաղորդագրությունը, որը որ ուզում էի արտացել։ Սա երկրորդ խնդիրը, անցնենք առաջ, հիմա դիտարկենք միասին երրորդ խնդիրը։ Երրորդ խնդիրն ասում է տպել գրել ծրագիր, որ էկրանին կարտացի հետևյալ երկու հաղորդագրությունները Bob is 19 years old եւ առաջին տողում եւ երկրորդ տողում Alice is older than Bob։ Երկու հաղորդագրություն ենք տպում, առանձին տողեմ։ Դրա համար օգտագործում ենք երկու հատ print ֆունկցիա։ Print գլորփ հագծել։ Առաջին գլորփ հագծերի մեջ տալիս ենք այն հաղորդագրությունը, որը ուզում ենք տպենք։ Bob is 19 years old այս ամբողջ հաղորդագրությունը եւ կետը միասին այդ հաղորդագրությունը տալիս ենք իրեն որպես արգումենտ եւ հաջորդ print-ն ենք տալիս print նորից միատանոց չակերտներ ու իրա մեջ տալիս ենք հաջորդ հաղորդագրությունը Alice is older than Bob էլի կետը միասին այսպես հիմա սա աշխատացնենք տեսեք տպեց երկու հաղորդագրություններն էլ առանձին տողում սա մոտեցումից մեկն է բայց այս խնդիրը կարելի է լուծել նաեւ օգտագործելով մի հատ print եկեք ես սա comment եմ ու փորձեմ հատել մոտեցում ցուցաբերեմ, որտեղ օգտագործեմ մի հատ print։ Ուրեմն գրում ենք print, առաջին հաղորդագրությունն եմ գրում այստեղ, Bob is older։ Առաջին հաղորդագրությունը գրելուց հետո դնում եմ ստորակետ, դնում եմ ելի միատանոց չակերտներ, գրում եմ երկրորդ հաղորդագրությունը, այսպես, եւ գրում եմ sep-ը հավասար է Ուրեմն sep-ի մենք կարող ենք տալ արգումենտներ, ինքը ինչ անում, այդ արգումենտը, որը որ sep-ը ստանում է, դա բերում փոխարինում է ստորակետին։ Երբ մենք իրեն ոչինչ չենք տալիս, հիմա եկեք մի պահ sep-ը հանենք։ Ուրեմն ինքը տպելու է իրար բացատով բաժանված, այսինքն ստորակետը դարձնելու է բացատն։ Հիմա եկեք սա աշխատացնենք։ Տեսեք տպեց Bob is 19 hours, get բացատ, հետո նոր սկսեց Alice-ը։ Այսպես։ Հիմա եթե ես տամ այստեղ sep-ը օրինակ հավասար է դնեմ գծիկներ, այսպես, ու սա աշխատացնեմ տեսեք տպեց առաջին հաղորդագրությունը, գծիկն է, տպեց երկրորդ հաղորդագրությունը։ Հիմա SAP-ի փոխարեն ես կարող եմ նաև դնել հատուկ սիմվոլ, որը \n-ն է, եւ որի միջոցով ինքը ստորակետը փոխարինելու է սրանով, իսկ սա հաջորդ տողի անցնելու հրամանն է։ Այսպես ու տեսեք, մի հատ print եմ օգտագործել, բայց անցա հաջորդ տող SAP-ին տվեցի այդ \n-ը, Bob is 19 years old, Alice is older than Bob։ Եվ ահա այսպիսով խնդիրը լուծվեց մի հատ print-ով նույնպես։ Սա Ուրեմն երրորդ խնդրի հետ կապված հիմա դիտարկենք չորրորդ խնդիրը։ Չորրորդ խնդիրն ասում է ունենք հետևյալ թվերը, սրանք ըստ էության երկուսի աստիճաններ, ինչա պահանջում։ Պահանջում է վարվել հետևյալ կերպ։ Ուրեմն միանիշները առանձին մի տողի վրա տպել, երկնիշները առանձին երկու, երկրորդ տողի վրա տպել, եռանիշներն առանձին, քառանիշները եւ այդպես մեր դեպքում միջով քառանիշները։ Ուրեմն առաջին քայլում պետք է տպենք միասին միանիշները։ Դրա համար գրում ենք print Եվ խնդիրն ասում է, որ այն պետք է տպենք փակագծերի մեջ գլոր։ Բացում ենք գլոր փակագծերը, այսպես Եվ գրում ենք մեր թվերը։ Մեր թվերն են 1-ը, 2-ը, 4-ը եւ 8-ը։ Սա առաջին print-ին որպես արգումենտ, որտեղ մի հատ գլոր փակագծի մեջ պետք է լինեն հենց 1-ը, 2-ը, 4-ը եւ 8-ը։ Չգիտեմ, այնտեղ խնդրի պահանջում միգուցե պահանջի նաեւ օրինակ ստորակետներ դնել, կարող ենք այստեղ ստորակետներ էլ դնենք։ Այսպես
Կարանք եւ չդնենք, ու եկեք ես այս բանը նախընտրում չդնել։ Այսպես։ Հաջորդ տողում, հաջորդ print-ին եմ գրում, ուրեմն հաջորդ print-ի մեջ պետք է տպեմ երկնիշ թվերը։ Դրա համար էլի մի հատ ճակերտները բացում եմ, որտեղ սրանք ամբողջը տեքստ են, տեսեք։ Այս կլոր փակագծերը որ դրված են, սրանք ամբողջությամբ դրված են մի հատ ճակերտի մեջ, այսինքն այդ ամբողջը դիտարկվում է որպես տեքստ։ Հիմա երկնիշ թվերն ենք տալիս, ուրեմն դրանք են 16-ը, 32-ը, 64-ը։ Եվ երկնիշ թվերը տպեցինք։ Անցնենք առաջ, print։ Ուրեմն հիմա տպում ենք եռանիշ թվերը։ Եռանիշ թվերն էլ 128, 256, 512, սրանք են։ Էլի կլոր փակագծեր, ու դրանք գրում ենք մեջը։ Սա այսպես եւ short print-ը այսպես ինքն էլ պահանջում է մեզանից քառանիշ թվերը, այսրանք են։ Ну, մի հատ անոց ճակերտներ, կլոր փակագծեր, նոր դրանք։ Վերջ, այս խնդիրը ստեցյան լուծվեց, բայց սա լուծումից մի մոտեցումն է։ Ահա այստեղ Երևան լուծում է, եկեք լավ, ես սա մաքրեմ, փորձենք նորից գրել։ Տպեց միանիշները, երկնիշները, եռանիշները, հետո քառանիշները կլոր փակագծերի մեջ դրված։ Սա մոտեցումներից մեկն է, երբ օգտագործեցինք առանձին print-ը, սակայն դա կարող ենք իրականացնել նաև օգտագործելով մի հատ կամ երկու հատ print։ Օրինակ, այս երկրորդ print-ը եկեք ես մաքրեմ եւ իրեն փոխանցեմ եւս մեկ արգումենտ sep, որը հավասար հատուկ սիմվոլ \n-ը։ Ու հիմա սա աշխատացնեմ եւ նորից կստանամ նույն արդյունքը։ Այսինքն sep-ը կարող է իրարից տարանջատել։ Այս խնդրի հետ այսքանը եւ անցնենք վերջին 5-րդ խնդրին, ուրեմն խնդրին ասում է գրել ծրագիր, որ էկրանին կարտացի 5-ը 18-ի վրա աստղանիշներից կազմված դատարկ ուղղանկյուն։ Դե ինչ փորձենք խնդիրը լուծել։ Ուրեմն առաջին տողը տպելու համար գրում ենք print, առաջին տողը ամբողջությամբ լինելու աստղանիշներից կազմված։ Ու այստեղ աստղանիշ, ես այդ աստղանիշը որպեսզի 18 հատ չգրեմ, դրա համար այդ աստղանիշը կբազմապատկեմ 18-ով։ Python-ում բազմապատկում իրականացվում է վանդակային սիմվոլի միջոցով։ Այսպես տպել եմ առաջին տողը։ Մասնավորում հաջորդ տողը տպելու համար print եմ անում, ուրեմն մի հատանոց աստղանիշ, իրեն գումարում եմ, ուրեմն space եմ տպելու, պետք է տպեմ 16-հատ space, այսինքն բացատ անգամ 16 գումարած էլի մի հատ աստղանիշ։ Այսպես ինչ որ պատկեր։ Եվ այս տողը պետք է կրկնեմ 3 անգամ 2, 3։ Ուրեմն ինչ է ընդհանրապես այս տողը իրենց ենթադրում։ Տեսեք, սկսում է աստղանիշ, տպում է մի հատ աստղանիշ, մի հատ աստղանիշից հետո տպելու է ինքը 16 հատ բացատ, հետո տպելու է փակվող աստղանիշը։ Ու այդպես ինձ 3 հատ տող է հարկավոր եւ վերջում փակում եմ էլի բոլոր աստղանիշներով։ Այսպես սա աշխատացնենք եւ ահա տեսեք, ստացանք դատարկ աստղանիշներից կազմված ուղղանկյուն։ Այս վերևի կոդը քանի որ ես չեմ փակել, եկեք սա ես փակեմ, որ մենակ մեր ծրագիրը լինի, ինչ որ ուզում ենք տպի։ Եվ տեսանք ստացանք դատարկ աստղանիշներից կազմված պատկերը, ուղղանկյունը։ Ես այստեղ բազմապատկում իրականացրի կամ գումարումը, սակայն սա կարելի է իրականացնել հենց բառի ամենողի իմաստով հաշվարկով, այսինքն այս 18 հատ վանդականիշներ այսպես աստղանիշներ այսպես վերցնել, բերել սրա փոխարեն գրել ունենք այդ 18 հատ աստղանիշները, այս անգամ 18-ը հանել, հետո այստեղ էլ կարելի է նույն գործողությունը իրականացնել։ Ուղղակի այսքանը պետք է արդեն մաքրել, դնել space-ներ, այսպես, հետո այս տողը copy անել, բերել այս երկու տողերի փոխարեն դնել եւ մի հատ այս տողը copy անել ու դնել սրա փոխարեն։ Եվ ահա, այսպես ստացանք էլի դատարկ աստղանիշներից կազմված պատկեր։ Սա եւս մեկ մոտեցում է։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդիրների հետ կապված, սրանք բոլոր խնդիրներն են, որոնք իրենցից ենթադրում էին print հրամանի գործածություն, օգտագործեցինք նաեւ sep-ը, այստեղ չխոսեցինք end-ի մասին, բայց եկեք փորձենք մի հատ փորձքիր օրինակի վրա դա էլ հասկանալ, թե ինչպես է աշխատում end-ը։ Հիմա տեսեք, եթե ես արտացեմ print երկու print օգտագործեմ, հա, օրինակ հենց այս երկու print-ները որ կան, տեսեք, սրանք ամեն առանձին տողում են տպում։ Իսկ ինչ եթե ես ուզում եմ ոչ թե դրանք առանձին տողում տպեն, այլ բոլորը մի տողի վրա տպեն։ Տարբերակներից մեկը, որ ես այս print-ները մաքրեմ, այսինքն սա մաքրեմ, բերեմ այստեղ կողքից ստորակետերով անջատեմ։ Հիմա ինչ կանի, սա կտպի այս տողը, հետո կտպի սա իրար կողքից։ Հետո նոր կանցնի հաջորդ տող։ Հիմա եկեք դա փորձարկենք։ Այսինքն ստեղ Երևան, տեսեք, տպեց առաջին տողը, հետո երկրորդ print-ի երկրորդ արգումենտը տպեց եւ անցավ բան։ Բայց այդ նույն գործողությունը ես կարող եմ նաեւ իրականացնել օգտագործելով end օպերատոր։ Ուրեմն end-ը ինչ հասնում։ Եթե այստեղ փոխանցեմ իրան արգումենտում վերջում end, end-ը հավասար է
Ենթադրենք ոչ մի բան, այսպես դատարկ ինչ-որ բան տա, ինքը տպելու է սա, հաջորդ տող անցնելու փոխարեն ինքը ոչ մի բան չի տպելու, այսինքն բերելու է իր կպած, դատարկ string-ը, դատարկ string նշանակում է ոչ մի բան։ Հենց իրեն կպած անմիջապես տպելու է սա։ Կամ եթե այստեղ օրինակ դնեմ 2 հատ բացատ, հետո նոր տպելու է սա։ Տեսեք, 2 հատ բացատ այստեղ դրա, հետո նոր 2 հատ տպել է սա։ Եկեք իրան ոչ մի բան չտամ, այսպես դատարկ թողնեմ, ու մի հատ է տենց աշխատացնեմ։ Տեսեք, իրար կպած անմիջապես այստեղից սկսած ինքը արտածել է դա։ Սա print ֆունկցիայի հետ կապված։ Այսօրվա համար այսքանը, հաջորդի կդիտարկենք input ֆունկցիան, հարցեր ունենալ դեպքում մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Լավ մնացեք, կհանդիպենք։